Անտիֆրիզ։ Արի քեզ գունավոր պատմություն պատմեմ ու այս կլուչը ստեղ կապ չունի։ Կարմիր կապուց ծիրանագույն գունավոր հեղուկներ, որոնք կարծես թե քո մեքենայի հովացման համար են, նաև ձմեռը չեն սառում։ Բայց առհակո բախտից թե տենց հեշտ կպրծնես այս թեմայից։ Կատաստրոֆա համար 1։ Եթե ուստա քարու քանդը չտեսի պես խիտ անտիֆրիզա լցնում, ասելով դե խիտը լավ է, կամ հակառակը ջուրն են շատ լցնում, դե ամարա։ Բանը նրանում է, որ եթե սպիրտը շատ է, ինքը ուշ է եռում տաքությունից, բայց իր խտության պատճառով համ վատ է հովացնում, համ էլ քայքայմա խողովակները ու ռադիատորը։ Ու մի սիրուն օր չռ ջրերը գնաց։ Եթե ջուրն է շատ լցված լինում, ապա տաքությունը լավ է հանում, բայց ջուրը շուտ է եռում, նաև վատ է յուղում ձեր ջրի պոմպը։ Ու մի սիրուն օր չռ ջրերը գնաց։ Խտությունը պիտի լինի բալանսավորված։ Կախված մեքենայից 33-ից 40%, որ չեռա, լավ հովացնի, նորմալ յուղի ջրի պոմպը ու չքայքայի հովացման համակարգը։ Կատաստրոֆա համար 2։ Ուստա քարուքանդը գույներով է որոշում անտիֆրիզը առանց տեխնիկական ստանդարտները հաշվի առնելով։ G12, G13, HT12, LC87, MB325.6, SLLC, Dexcool ու տենց շարունակ։ Իրանց քիմիական բաղադրությունները տարբեր են ու նախատեսված են տարբեր նյութերով խողովակների համար։ Ռեզինային, պլաստմասե, մետաղական։ Ու եթե սխալ ընտրեք անտիֆրիզի ստանդարտները, ուղղակի կքայքայի ձեր խողովակները, անկախ նրանից թե ինչ խտությամբ եք այն լցրել։ Ու չռ ջրերը գնաց։ Իսկ դու հետևի իմ էջին, որ չկորցնես ինձ։